Քոչարյանի այդ հարցու պատասխանի ժամանակ պարզ ասաց, որ դու հորդ ժառանգությունը չես ստանալու եւ ասաց նստելու է հայրդ։ Այսօր առավոտյան արդեն Ալֆա ջոկատը Լևոն Քոչարյանն ստան մոտա, սա ուղիղ հրահանգ չի, քաղաքական պատվեր չի։ Ասած ինձ էմոցիայով էքսպրեսիվ արտահայտեցի, ինչ ես ուզում ինձանից։ Պատասխան։ Ոչ։ Չէ։ Բա ինչ ա այդ։ Չգիտեմ, դու տենց էմոցիայով էքսպրեսիվ պատասխանել։ Ես տեղյակ չեմ ինչ գործով ա գնացել ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ առավոտյան, ինչպես տեսնում եք, առավոտյան 9:30-ից այստեղ եմ, նույնիսկ չգիտեմ էլ, ձեզանից լսեցի։ Իսկ լսում եք ազգային ժողովի ելույթները, օրինակ Աղվան Վարդանյանը ասաց, որ Քոչարյանի հանդեպ ձեր արածը տմարդություն է եւ Քոչարյանը լավ է կառավարել, համաձայն չեք նրա հետ։ Տարօրինակ կներ, որ պարոն Աղվան Վարդանյանը, որ պատգամավոր է դարձել, չնայած այն բանի, որ ասում եմ չեմ դառնա Ռոբերտ Քոչարյանի ցուցակով, հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը լավ չի կառավարել, դա իր ցանկությունն է, կամ այսպես ասած իր պատկերացումներն են։ Ինչ անեմ, որ պարոն Վարդանյանի համար Ռոբերտ Քոչարյանը նախագահի լավագույն իդեալն է եղել։ Ցավոք էլ ոչ մի բան չեմ կարող փոխել իր կյանքում այդ մասով։ Ձեր համար էլ ասացին, որ դուք ֆեյք կառավարություն եք եւ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք այս մասով։ Ինձ օրինակ տարօրինակ է, երբ որ ես ընդդիմությունը խոսում եմ, ասում եմ սփյուռքը, օրինակ ես ընդդիմությանը էլ ավելի ուրիշ բան կառաջարկեմ, ինչի են ասում 3 միլիոնի, չգիտեմ 29%-ն, թող ասեն համայն հայության վերցնեն 10-12 միլիոն ու ընդհանրապես ասեն, որ չգիտեմ քաղաքացիական պայմանագիրը ոչ թե մեծամասնություն է, այդ առումով 50+, այլ չգիտեմ 16%։ Իսկ եթե ավելի ուրիշ մի քիչ շատ խնդալու է այս ամեն ինչը, որովհետև գործընկերս լավ ասաց, եթե այդպես ենք հաշվում, դուք ընդհանրապես ով եք այստեղ, որովհետև դուք դաշինքով եք եւ այդ տրամաբանությամբ դուք նույնիսկ անցողիկ շեմը չեք հաղթահարել, այսինքն ձեր ներողություն, ձեր ֆեյք տեսակով նույնիսկ այստեղ տեղ չունեք։ Բայց մեծ ցանկություն չունեմ էլի ընդդիմադիրների առավել եւս այս նույն ընդդիմադիրների տենց ամեն ինչին արձագանքելու, իրենց կարծիքն է։ Վարչապետի կողմից ֆեյքերի մասով իդեպ լավ առաջարկ ա եղել, հուսով եմ կընդունեն մեր ընդդիմադիր գործընկերները եւ հետագայում մենք կանցնենք ոչ միայն քաղաքացիների, այլ օրինակ այդ թվում լրատվական կայքերին։ Եթե չեք լսել, որ ասում եք չեք լսել, ես լսել եմ երեկվա ելույթները, առաջարկ ա եղել, ասում եմ ֆեյք եք ասում։ Եկեք օրենք ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ցանցերում էջ կարող են ունենալ բացառապես այն մարդիկ, ովքեր այդ հարթակներում կնույնականացվեն անձնագրերի միջոցով եւ այդ օրենքը ընդունվելուց հետո, այդ թվում եթե լինի ընդդիմադիրների կողմից միաձայն քվեարկություն, ես ավելի քան վստահ եմ, որ ամենամեծ սոցիալական հարթակները հիմք ընդունեն նաև այդ փաստը, կկատարեն որոշակի գործողություններ եւ օրինակ կմաքրեն պայմանական Facebook-ից բոլոր այն էջերը, որոնք նույնականացված չեն անձնագրով։ Բնականաբար դուք այդ խնդիրը չունեք, որտեղ դուք ձեր անունով եք գրանցված, ես իմ անունով, բայց այս խոսակցություններին գուցե դրանով կարելի է վերջ տալ, թե ով է ֆեյքերի ֆաբրիկա, ովքեր են ֆեյք պահում։ Եվ ի վերջո նախընտրական շրջանում էլ տեսնում էինք, հա, ամենաշատ այդ ֆեյքերը, որոնք գեներացվում էին արհեստական բանականության միջոցով, ինչեր էին գուժում Հայաստանի համար, թե ինչ է սպասվում ձեզ, եթե դրան հավատայինք, հիմա ձեր փոխարեն պետքա որ ադրբեջանցի լրագրող կանգնած լիներ եւ հարց տար, բայց դա տեղի չի ունեցել, որովհետեւ դա տեղի չէր կարող ունենալ։ Ինձ փոխարինելու ադրբեջանցիները, բայց կոռուպցիոն գործարքներ դուք եք դեռ երազանքների մեջ որ շուտ է եւ այսինքն այդ որ ասում եք շուտա, նկատի ունեք, որ ձեր մտքում դեռ մի փոքր հավանականություն եւ ցանկություն եք տեսնում, երկրորդ անգամ ավելի ուղեցիկ, շատ լավ որ ասում եք Աստված գոնե չանի, որ ոչ թե որ ասում եք դեռ շուտա, ես ուզում ասել ոչ շուտա, ոչ ուշա, նման բան չի լինի, հանգիստ եղեք։